Մարտիլը Ռոբերտին տան տարբեր սենյակներում է գտնում։ Եթե սովորական մարդիկ այս ամեն ինչից կսարսափեին, Մարտիլի մոտ լրիվ հակառակն էր։ Ինքն էլ ջինի նման սկսում է Ռոբերտին մարդու պես պահել։ Այսպես անցնում է 20 տարի։ Մարտիլը գիտեր, որ Ռոբերտը սովորական տիկնիկ չէր, բայց քանի որ ոչ մեկի չէր վնասել, խնդիր չուներ։ 1994 թվականին Մարտիլը անհայտ պատճառներով տեղափոխվում է ուրիշ տուն, Ռոբերտին հետը տանելով։ Եթե հիշում եք, Ռոբերտին այս տուն բերել էին 1904 թվականին, իսկ հիմա արդեն 1994 թվականներ, այսինքն 90 տարի այս տիկնիկը ապրել է այս տանը։ Տեղափոխությունը դուրի չեկավ, իսկ եթե Ռոբերտը ուրախ չի, ոչ ոք ուրախ չի։ Մի քանի օր էր անցել, ինչ Մարտիլը այդտեղ էր ապրում, մի օր գիշերը հանկարծակի արթնանում է, ուզում է գնա որ ջուր խմի, բայց սենյակի դուռը ինչքան փորձում է, չի բացվում։ Վախենալուն է նա, որ հնարավոր չի այս դուռը ներսից կամ դրսից այնպես փակել, որ չբացվի։ Թե ինչ եղավ դրանից հետո հայտնի չի, բայց գիտենք, որ հենց հաջորդ օրը այս կինը տիկնիկին վերցնում, տանում է ու հանձնում Մարտելո թանգարանի աշխատակիցներին, ովքեր սիրով ընդունում են Ռոբերտին որպես հնություն։ Դրանից ընդամենը մի քանի օր հետո Մարտիլը մահանում է անհայտ հանգամանքներում։